Չեմ կարծում, որ կգտնվի ինչ-որ մեկը, ով ամենայն ուշադրությամբ չի հետևում, թե ինչ ցնցալուրեր են տեղ գտնում շոու բիզնեսի աշխարհում, հատկապես եթե այդ լուրերը վերաբերում են աստղերի անձնական կյանքին։ Մենք իհարկե ձեզ ցնցալուրեր չենք խոստանում, բայց փոխարենը հետաքրքիր բացահայտումներ մեր աստղերի անձնական եւ ստեղծագործական կյանքի մասին իհարկե կպատնենք։ Ողջույն, ամենից ամենաժամանցային ATV եթերում դուք դիտում եք ամենից ամենաաստղային տասնյակը, որը վարում եմ ես Լիաննան։ Դպրոց, որքան հաճելի է ոչ այնքան հուշեր է արթնացնում այդ բառը մեզանից յուրաքանչյուրի մոտ։ Դե իհարկե, անձի ձևավորումը, մասնագիտության ընտրությունը, ամուր հավատարիմ ընկերության ձեռքբերումը եւ առաջին սերը։ Մեր աստղերն էլ բնականաբար հաճախել են դպրոց։ Բայց ինչպես են նրանք սովորել, ինչ վարք են դրսևորել։ Այս բոլոր հարցերի պատասխանները մենք կփորձենք բացահայտել հենց այսօր մեր այսօրվա անվանակարգի շրջանակներում։ Ամենից ամենաուսումնատենչ աստղերի տասնյակ։ Ամենից ամենաուսումնատենչ աստղեր։ Նրանք էլ ժամանակին ինչպես սովորական մահկանացուները գնացել են դպրոց։ Նրանք էլ բնականաբար ունեցել են թե ուսումնական հաջողություններ եւ թե անկումներ։ Բայց վստահ եմ, որ նրանցից եւ ոչ մեկի ուսուցչի մտքով անգամ չի անցել, որ տարիներ անց իր աշակերտը կդառնա բազմամիլիոն երկրպագուների կուռքը։ Ինչպես են մեկնաբանում իրենց դպրոցական կյանքը մեր աստղերը, նրանց ուսուցիչները եւ դասընկերները։ Ով է վարքից 2 ստացել, իսկ ով եթե բոլոր դասերը չպատրաստեր, հանգիստ չէր կարողանա դուրս գալ բակ։ Այս բոլոր հարցերը այսօր անպատասխան բնականաբար չեն մնա, բայց ամենին անդրադառնանք հերթով։ Այս պահին լսում ենք մեր ամենից ամենափորձագետներին, որոնք ունեն իրենց հեղինակավոր կարծիքն այս ամենի վերաբերյալ։ Դպրոցն այն վայրն է, ուր երեխաները ոչ միայն ուսում են ստանում, այլև կրթվում են եւ դաստիարակվում։ Այստեղ են բացահայտվում նաեւ ապագա տաղանդավոր մարդիկ։ Դպրոցը կայանում է լավ է համարվում բնականաբար աշակերտներով, որոնք պատմություն են դառնում դպրոցի համար։ Մեր դպրոցը այդ առումով բավականին հայտնի է, քանի որ այդպիսի մարդկանցից է առաջին հերթին Մովսես Գորգիսյանը, ազգային հերոս։ Դպրոցի շրջանավարտների մեջ շատ են մշակույթի գործիչներ տարբեր տարիների, հայտնի ամբողջ հանրապետությունում, հանրապետությունից դուրս։ Մեր դպրոցն է ավարտել մեր ամենահին հաղորդավարուհիներից Նարաշ Լեփչյանը, մեր բոլորի շատ սիրելի Նարեկ Դուրյանը, Արմեն Պողոսյանը։ Ես պիտի ասեմ, որ այդ առումով շատ հետաքրքիր մի допроц եմ ժառանգել, որը ունեցել է նման պայծառ կերպարներ։ 45 лет проработала завучем. Принимала своих выпускников, потом их детей, потом их внуков. Как обычно, 1 сентября заходишь в класс, а ты, Павлика, сын. И вдруг ребенок: можно? Я говорю: скажи, Павлик мой дедушка. Ну, счастливее меня уже кто мог быть в этот момент, потому что я уже принимала 3-е поколение в этой школе. В области литературы, искусства очень в школе занимало хорошее место. Это педагоги, которые были у нас. Это Майя Сергеевна, Анаида Гургеновна, Алла Сергеевна, Светлана Ивановна, Светлана Сумбатовна, Лиля Арташесовна, Нега Григорьевна. Это педагоги, которые, можно сказать, что педагоги с большой буквы. Наша школа, можно сказать, была с музыкальным уклоном. Прекрасный школьный театр. Из этого театра выросла Алла Туманян, которая стала актрисой, играла в «Механика счастья», играла мужчины, Эдмонд Кисян снимал. Потом у нас, значит, из нашей школы вышли такие, как Гарик Мартиросян, как Вандик Ерзинкян. Первый джаз организовала как раз я, и он играл в этом джазе в нашей школе. 3 տարի հետո 75-ամյակը պիտի լինի եւ միգուցե սա կլինի առիթը, որ արձագանք լինի
հասարակության մեջ եւ Հայաստանում, ինչու՞ չէ Հայաստանից դուրս, օրինակ մեր Գարիկը Մարտիրոսյան Մոսկվայում է ապրում, եւ այդպես բազմաթիվ շրջանավարտներ կան, որոնք հիմա դրսում են ապրում եւ միավորվել։ Ասել, որ աստղերը դպրոցում եղել են արտասովոր, փայլել են իրենց գիտելիքներով կամ պահվածքով օրինակ են ծառայել, միանշանակ անհնար է։ Նրանց կյանքում ամեն ինչ էլ եղել է։ Ինչևէ, սիրելիներս, վերադառնանք մեր ամենից ամենաուսումնատենչ աստղերին եւ ներկայացնենք ձեր ուշադրությանը մեր այսօրվա տասնյակը։ Ուսումնատենչ էր թե ոչ, հետը Հայկոն։ Այդ հարցին թերևս միանշանակ պատասխանել անհնար է։ Ստույգ կարող ենք ասել միայն, որ այսօր նա բացում է մեր ամենից ամենաուսումնատենչ աստղերի տասնյակը։ Հետը Հայկո։ Դասամատյանով Հայկ Մարգարյան։ Հիմնականում եղել է 15-րդ համարը։ Ատեստատում կարելի է տեսնել 5, 4 եւ 3 թվանշանները։ Դպրոցական տարիներից ամենից շատ տպավորվել են էքսկուրսիաները եւ փախուստները։ Ցավով փաստում է, որ այսօր գրեթե ոչ մի կապ չի պահպանում դպրոցի եւ համադասարանցիների հետ, բացի ամենամոտ 2 ընկերներից։ Ես շատ շուտ սկսեցի դասերից փախնել, ես կարծեմ երկրորդ դասանում միայն լրիվ դասերից փախել էի։ Հոգնա դպրոցից, ոնց որ դուս եկա ասի մոտ տենամել ինչ կա դսերը։ Սկզբում մենակով էի փախնում, հետո գտա իմ նման մի հատ խելար։ Հայկոն ասում է, որ դասերին գրեթե չէր մասնակցում, միևնույն ժամանակ նաև փաստում, որ այնուհանդերձ դպրոցն իրեն շատ բան է տվել, ինչպես եւ բոլոր աշակերտները ունեցել է սիրած եւ չսիրած առարկաներ։ Առարկաներից սիրել եմ ֆիզկուլտուրան, ասեմ ավելին ես այն ժամանակ շատ շուտվանից սկսել եմ զբաղվել սպորտով։ Երկրորդ տեղում էր երևի պատմությունը, բայց նրա համար չէ որ պատմությունը ենք շատ սիրում, պրոստը դասախոսները լավ են։ Ինչպես մեր բոլոր ամենից ամենաուսումնատենչ աստղերը, Հայկոն նույնպես ունեցել է իր ամենաակտիվ մասնակցությունը վերջին զանգի միջոցառմանը։ Նույնիսկ կարելի է ասել, որ իր մասնակցությունը եղել է ամենից ամենան։ Ես համոզեցի բոլորին, որ մենք մի քիչ չօրիգինալ բան անենք, որտեղ բաներ կար, ասենք որ մի քիչ հին էր, մի քիչ ոչ հեչը խնդալու չէր, քիչ կավեն, վատ կավեն էր, բեսամ։ Մաթեմատիկայի դասատուի ձայնագրել էինք Ռուբեն դեր մի քիչ մաթեմատիկայի ինչ-որ տերմիններ էր ասում, ինչ-որ բուրգ, բան, այդպես մի քանի այդպես արտահայտություններ։ Ես այդ ոնց որ վոկալա տարա ստուդիա, այնտեղ ինչ-որ մի հատ ռեմիքս արեցի, ինչ-որ այդպես տեխնո հաուս ոչի մեջ, ինչ-որ մի հատ ինչքան որ կարացա այն ժամանակ, ու այդ ձենը դրեցի, ինչ-որ այդպես մի հատ ռեմիքս ստացվավ, համար էլ էր անակնկալ բոլորի համար, որ այդ դալիճում նստած ձենը ճանաչեց ինչ-որ սկրեչերով եւ այլն, ասես ձեներ էր գալու, չուտես բարենք բեմադրել, ցավոք սրտի առանձնապես կապը չենք պաշտպանում դասընկերների հետ, դասատուների ու ընդհանրապես դպրոց երևի հենց ավարտելուց հետո չեմ մտել։ Մի քիչ մեղավոր եմ զգում, բայց ինչ անեմ։ Դպրոցում ավելի լրակյացել, բայց շատ խորը եւ շատ խոստումնալից։ Երբեմն կարող է իր լռության դեմքի մի քիչ հեգնական արտահայտությամբ ինչ-որ բաներ թաքցնել, որ հիմա է երևում, թե ինչեր է ինքը կուտակել իր մեջ։ Այն ինչ ինքը այսօր արտահայտում է իր հավատը ապագայի նկատմամբ, իր սերը հայրենիքի նկատմամբ, իր բողոքը անընդունելի երևույթների նկատմամբ, նա իր մեջ դա հավաքել ու ամփոփել է դեռ դպրոցական տարիների ընթացքում, եւ ես նաեւ չեմ կասկածում, որ ինքը որոշակի դժգոհություններ կունենա նաև իր աշակերտական տարիների հետ կապված, որը թերևս մի օր իր արտահայտությունը կգտնի։ Ամենից ամենաուսումնատենչ աստղերի տասնյակում Դորիանց խմբի մենակատար Գոռ Սուջանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը, ինչով էր առանձնանում դպրոցում Գոռը։ Ինչպես պատմում են նրա բոլոր ուսուցիչներն ու տնօրենը, ծայրահեղ համեստությամբ եւ հանդուրժողականությամբ, եւ որ ամենակարևորն է բարությամբ։ Գոռ Սուջանը ընդունվել եւ ավարտել է Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցը։ Առաջինից 7-րդ դասարանները սովորել է Գերազանց։ 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարաններում մի փոքր ծուլացավ, բայց այդ ծուլությունն ունեցել է իր բացատրությունը։ 7-րդ դասարանից, երբ որ Մադամ Պետրոսյան ունենք, մեր ֆրանսերեն ուսուցչուհին, ինքը կազմակերպեց Նոթր Դամ դե Պարի ռոք օպերան հենց դպրոցի շրջանակներում, ու ինձ ընդգրկեց այդ օպերայի մեջ, այդտեղից սկսվեց իմ ծոլությունը արդեն դասերի նկատմամբ, հետո բեմադրվեց մյուս ռոք օպերա Ռոմեո եւ Ջուլիետ, եւ մի օր անցավ այդ միջոցառումից օրեր, դասատուները ասացին գնա շուտ դասարան, ինչ որ բանակ է սպասում։ Մտան դասարան ինչ որ սենց կարզինը չկայով ու
ֆոտոապարատով, մի խոսքով դուք ընտրվել եք Brabant Flora Service-ի կողմից լավագույն աշակերտ։ Նույնիսկ այդ լենտաչկան ունեմ, որ վերեն գրած է լավագույն աշակերտ։ Գոռի յուրօրինակ ձայնային տվյալները բացահայտվեցին դեռ վաղ տարիքում։ 4-րդ դասարան էի, դպրոցում ինչ-որ տոն էր։ Ամեն մեկ ինչ-որ բան անում էր, ես որոշեցի երգեմ երազիմ երկիր հայրենիք երգը։ Ոչ ժամանակ շատ փոքր էի ու աղջկա ձայն ունեի, էլի։ Որ սկսեցի երգել, դասատուն չհավատաց, որ տղա եմ։ Ասաց, չեմ հասկանում, դու բա ինչա քո մոտ sense կանացի ձայնը դել, ասի դե հիմա տենց է ստացվել։ Ու տարան ինձ ուսուցչանոց։ Ուսուցչանոց մի օր մտավ մեր ռուսերեն ուսուցչուհիներից մեկը, Կարինե Վալերովնան, ուղեկցելով Գոռին։ Գոռը մոտեցավ ու նա երգեց իր ձայնով, բոլորս հիացած նայում էինք Գոռի երասկոտ եւ փոթորկուն աչքերին։ Ինչ վերաբերում է մաթեմատիկային, Գոռը հարգալից էր վերաբերում եւ մաթեմատիկայի ուսուցչի եւ առարկայի նկատմամբ, բայց առանձնակի փայլուն գիտելիքներով օժտված չէ, որտեղ նա կյանքում արդեն ընտրել էր եւ իր սիրած առարկան եւ իր սիրած ուղին։ Վարքից երևի եղել եմ օրինակելի ու երևի մի քիչ էլ անհասկանալի դասատուների համար, որովհետև չափից դուրս երևի շատ համեստ եմ եղել, նույնիսկ ծնող են կանչել դպրոց, բողոքելու, թե ինչու եմ այդքան համեստ ու չեմ մասնակցում ոչ մի բանի։ Գոռը միշտ առանձնացել է երեխաներից մի շատ հետաքրքիր բնավորության գծով, նա խիստ հանդուրժող էր։ Այդ հանդուրժողականությունը իր մեջ արտահայտվում էր գրեթե ամեն տեղ։ Ինքը շատ բարի մարդ է, եզակի հատկանիշ, որ երևի պետքա որ բոլորն ունենան։ Ամեն տեղ, որտեղ որ տեսնում ենք իրեն, թե փողոցում, թե դպրոցում, անգամ դահլիճներից, բոլորս միաձայն բաղավում ենք մեր Գոռը, մեր Գոռը։ Դպրոցն ավարտելուց հետո Գոռն առիթ չի ունեցել այցելելու դպրոց։ Մեր նկարահանումը թերևս հարմար առիթ էր։ Հաճելի հուշեր արթնացան ոչ միայն Գոռի ուսուցիչների, այլ նաև տնօրենի Հովհաննես Կարապետյանի մոտ։ Գոռը այն ժամանակ էլ նախկինում եղել է մեր դպրոցի պարծանքը եւ մենք մեծ ողջավորություն ենք ապրել նրա յուրաքանչյուր ելույթով։ Նույնիսկ իմ հիշողության մեջ մնացել այն հանգամանքը, որ հաշվի առնելով նրա մեծ ներդրումը դպրոցի մշակութային գործունեության ասպարեզում, մենք նրան շնորհել ենք 2004 թվականի լավագույն աշակերտ կոչումը։